Այսօր նորից ուղիղ եթերում ենք, այսօրվա մեր հյուրն է Աշոտ Սարգսյանը, գնդապետ, սիրելի հայրենակիցներ, ուզում ենք այսօր նորից խոսել մեր երկրի իրավիճակից, հասկանալով ինչա կատարվում մեր երկրում։ Ես միշտ ասել եմ իմ ուղիղ եթերներում, ես բլոգեր չեմ եւ չեմ պատրաստվում բլոգեր լինելու, այլ մենք խոսում ենք իրականությունը, քննարկում ենք տարբեր թեմաներով, քննարկում ենք տարբեր մարդկանց հետ, մարդիկ, ով որ անցած ճանապարհ ունեն, իմ համար ես միշտ ասել եմ սիրելի հայրենակիցներ, հայ քրիստոնյան պետք է լինի առաջուց խոսի երկնքից եւ հետո գործի երկրի վրա Աստծո խորհրդով։ Ես ուզում եմ որ ներկայացնել մեր հյուրին Աշոտ Սարգսյանին, բարև ձեզ Աշոտ Սարգսյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, բարև բոլորին, ով միացել է լսում է։ Շնորհակալություն։ Ես պայմաններում ոնց հնարավոր է։ Մենք ունենք պարոն Սարգսյան շատ քիչ տեխնիկական խնդիր ունենք, դրա համար ասած մի քիչ ուշոտ միացանք, բայց դա կշտկվի։ Խնդրեմ պարոն Սարգսյան, ներկայացեք, որ մեր հայրենակիցները ճանաչեն, իմանան դուք ով եք։ Խնդրեմ։ Փորձեմ կարճ, եթե հարցեր լինեն, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այո։ Ծնունդով Արցախից եմ, 66 թվականին Մարտակերտ քաղաքից դպրոցը ավարտելով 84 թվականին ընդունվել եմ Մոսկվայի սահմանապահ բանակի ուչիլիշյան, այն ժամանակ եւ 88 թվականից ծառայում էի Հայաստանի տարածքում Թուրքիայի սահմանին։ Հետո սովետը քանդվելուց հետո մնացել էի ծառայության, դառնալով ռուսական սահմանապահ բանակի սպա, ծառայելով թուրքական սահմանին մինչև 2006 թվականին ծառայել եմ Հայաստան, հետո այնպիսի պայմաններ են ստեղծվել եւ հայտնել եմ հեռավոր արևելք, մինչև թոշակի անցնելը։ Թոշակի անցնելուց հետո 18 թվականի ապրիլին պլաններ փոխելով վերադառնալս արագացել վերադարձել եմ, որ եթե կարողանամ օգտակար լինեմ հայրենիքից, հասկանալով որ այսպես որ գնա այս նոր իշխանության պատճառով Արցախն են կորցնելու, որովհետև ես որոշ չափով կոկկազի սպեցիալիստ եմ, զբաղվել եմ 30 տարի, ունեմ գիտական գործեր, ծառայությունից բացի զբաղվել եմ եւ բազմակողմանի կրթությունը մեր որպեսզի հասկանայի ինչ էր կատարվում, բայց ափսոս տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ 18 թվականից մինչև հիմա, եւ այս գահավիժումը շարունակվում է։ Ես ունեմ 3 երեխա, կինս էլ ծառայում էր, հիմա էլ նույնպես թոշակի, 2003 թվականին Երևան ծառայելու ժամանակ մի փոքր տարածք էի վերցել, կամաց տուն, հիմա այս տանը ապրում եմ Երևան քաղաքում։ Շատ ուրախ ենք, ոնց որ ասած, հայրենադարձի կարգավիճակով ոնց որ կարելի է ասած։ Շատ ուրախ։ Եղավ, երևի այսքանը, եթե հարցեր կլինեն, կպատասխանեմ։ Ուրախ ենք։ Պարոն Սարգսյան, լինելով դուք երկար տարիների զինվորական, գնդապետ, ուզում եմ ձեր կարծիքը այսօրվա լինելով Սև Հովազին ճանաչելով, որը Ռոստամ Գասպարյանն էր, ցավոք նա զոհվեց իր որդու հետ, տալով իր կյանքը մեր հայրենակիցների համար, մեր հայրենիքի համար, ու այսօր իր եղբայրը լինելով հրամանատար Սև Հովազի, այսօր Սև Հովազը լինելով սահմանին եւ այս պահին գործող հրամանատարին, առողջ հրամանատարին, որ 30 տարի դիրքերում է եղել, 30 տարի պահելով հայրենիքը, կորցնելով եղբայր եւ եղբոր որդի, այսօր շինցու գործերով դուք գիտեք, որ այսօր նրան ինչ որ շինցու գործեր են հարուցել, ինչպես միշտ եղել այդ գործիքը, փորձել են այսօր հրամանատարին ձերբակալել։ Ձեր կարծիքը ո՞նց եք տեսնում, ո՞նց կարելի է առողջ եւ գործող հրամանատարին ուղղակի փակի տակ պահել, կալանավորել։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Այդ սերոփի ձերբակալումը եւ փակ պահելը, ասենք, պիտի մենք նայենք որպես երևույթ տեղի ունեցող Հայաստանում այս իշխանության կողմից։ Ինչ երևույթի մասին է խոսքը, դա այն է, որ
այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր ակտիվ մարդիկ, որոնք պատրաստ են ինչ որ գործունեություն տանեն, ասենք, այս հակահայկական պահվածքի համար, առիթ են գտնում փակելու, պահելու, գործերը ձգձգելու ստից ու այդպես որպեսզի ջլատեն հայրենասեր մարդկանց ցանկությունը ինչ որ բան ձեռնարկել երկիրը փրկելու համար։ Այս համատեքստում նույնիսկ իր բարեկամների հոր վաղճան 20 թվականի պատերազմի ժամանակ էսի համարյա ստույգ հայտնի է, որ իրենց տեղը թշնամուն տվող է եղել ինֆորմացիա։ То есть իրենք Դուք այդ ուղղակի հարվածով ոչնչացնում։ որպես զինվորական ճանաչելով Ռուստամ Գասպարյան դուք այդ կարծիքին եք։ Ես ստանալով, լսելով, հարցնելով, ճշտելով ամբողջ ինֆորմացիան մանր-մոնոր բաներով, ես այն կարծիք եմ, որ այո, ու ոչ թե մենակ իրենց են այդպես արանքի շարքից հանել, այլ կարամ մի ուրիշ օրինակ էլ բերեմ, երևի արժի բերել, որ մարդիկ հասկանան, որ դա մի օրինակ չի, որ ինչ որ ինֆորմացիա տվել են։ Երևի լավ կհիշեն բոլորը 20 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ Մարտակերտի ջոկատը մի հատ շատ էին խոսում մուսուլման բայևիկներից, որ արտասահմանից բերել էին, շատ էին խոսում, բայց ասում էին չկա ոչ մեկը, որ ցույց տային։ Մարտակերտի ջոկատին հրաման էին տվել բռնել ու նրանք տեղը չեմ հիշում ուղղությունը, բայց մտել են գործի մեջ ու մեկ թե երկու այդ մուսուլման ռադիկալ այդտեղ օգտագործող զինվորներից բռնել։ Ու այդ դրանից հետո, երբ որ արդեն փոխանակել են, ուղարկել են այդ բռնվածներին, իրենք որ հավաքվում էին, որ պիտի գնային, ինչ որ այդտեղ խոսակցություն կա, քանի որ շատ մոտիկ մարդ է մահացել այդտեղ, փոխգնդապետ, որը այդ ջոկատի հետ է եղել, առաջել ինքը եղել է Զորամասի հրամանատար, Մարտակերտ կռվի պատճառով մտել է գործի մեջ։ Ու այդ ջոկատին կա ինֆորմացիա, որ հանձնող է եղել, դավաճանող է եղել, ու այդ խմբի երկու գլխավոր մեքենաների վրա խփել են ու մի քանի հոգի մահամերձ, մեկ հոգի մահացել է, երկու հոգի վիրավորվել։ Այդ փոխգնդապետն էլ նույնպես մահացել է, մոտի մարդ է եղել։ Այնպես որ նմանատիպ ֆակտեր պատերազմի ժամանակ եղել են։ Երևի բազմակի են էլ շատերը ասենք չգիտեն, ես էլ չգիտեմ, մի քանի օրինակ գիտեմ։ Այնպես որ Սև Հովազի ղեկավարության առանձնապես ու երևի չես կարողանում ասել ոչնչացումը, այո, եղել է ինչ որ ձևի դավաճանության հետևանք, այսքան կարամ ասեմ։ Իսկ Սերով Գասպարյանի պահելը բանկում ինչ որ ոնց որ սկզբից ասեցի, այո, որ այդպես են վերաբերվում համարյա բոլոր ակտիվ մարդկանց նկատմամբ, որպեսզի առիթ գտնեն, պահեն, փակեն, որպեսզի ոչ ոք չկարողանա այս հայատյաց իշխանության դեմ ինչ որ քայլեր ձեռնարկի։ Թեկուզ մի կողմից էլ ասեմ, մեկ-մեկ նմանատիպ մարդիկ պիտի զգույշ լինեն, ասենք իրենց արտահայտություններում, հանրային արտահայտությունների մեջ, որպեսզի առիթ չտան սրանց այսպիսի քայլերի գնալու։ Հասկացա։ Այդ կարամ։ Պարոն Սարգսյան, ես ունեմ իմ հարցերը, հետո նոր արդեն քննարկենք մնացած, որ հասկանալի մեր հայրենակիցներին, մենք արդեն երկու անգամ խոսում ենք տարբեր հայրենակիցների հետ այս թեման, ես ուզում եմ, որ նույն այս հրատարական հարցը ձեզ տալ, մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ որ նա ընտրվեց, ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Դուք լսել եք այդ խոսքերը։ Այդ խոսքերը լսել եմ, երբ որ ինքը գնացել էր հաջորդ անգամ Արցախ, լսել եմ, ինձ համար ասենք նմանատիպ արտահայտությունները եղել է հանկարծակի, իր պահվածքից ելնելով, ինքը ոնց որ ինչպիսի պահվածք ուներ մտքեր էր արտահայտում, ես չէի սպասում նմանատիպ արտահայտություն։ Ինձ համար դա եղել է անսպասելի, եղել է որոշ չափով դա կարելի է համարել։ Ուզում եմ հասկանալ, լսել եք այդ խոսքը, թե մենակ ես եմ լսել։ Որ Արցախը Հայաստան է եւ այո։ Իհարկե ասել է ինքը միտինգի ժամանակ ամբողջ ժողովրդի առաջ ասել է։ Միտքը շարունակեմ, հետո ամփոփենք այս ամեն ինչը։ Դուք զինվորական եք եւ ես ուզում եմ, որ անպայման ձեր կարծիքը հնչի։ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Դա բոլորս լսել ենք, այո, դա այդ վիդեոները կա, մենք գրանցել ենք այդ վիդեոները, որ հետո չջնջեն, ասեն դա այդպես չի եղել։ Հետո լինելով պատերազմը
ավարտից հետո, կորուստներից հետո նա ինչ որ ժամանակ հետո ասեց, որ ես Հայաստանի վարչապետն եմ, ես Արցախի հետ կապ չունեմ։ Հիմա դուք որպես երկար տարիների զինվորական լինելով կարող եք կատարել հրաման, չիմանալով որ երկրի դեմ եք կռիվ տալի, բայց հետո զոհեր տակ 5000 հոգի, հետո պարզվի, որ դուք գնդապետ լինելով գցենք կռվել եք ուրիշ պետության դեմ ուղղակի։ Կարա դες բան լինի, ինքը ասում է ես Արցախի հետ կապ չունեմ, Արցախը դա նախնիները տվել էին արդեն Բաքվին, նա իմանալով որ այդ Արցախը մերը չէր, նախնիներն են մեղավոր, օքեյ, ամեն ինչ համաձայն ենք։ Ու դրա հետ միտեղ 5000 հոգի ՊՆ-ն վերցնելով տանում է ուրիշ պետության մեջ կռիվ անում, պարտվելով եւ ասում է, բայց գիտեք ինչ կա, ես Հայաստանի վարչապետն եմ, ինքը հետո հասկացավ։ Խնդրում եմ մի հատ էս մեկնաբանությունը, որ հետո միտքը շարունակեմ, խնդրեմ, որպես զինվորականի։ Որպես զինվորականի ես պատերազմի սկզբին արդեն մի շաբաթ անց հոկտեմբերի առաջի օրերն էր, որ որպես զինվորական ես չէի հասկանում այս պատերազմը ոնց է գնում։ Հոկտեմբերի 10-ի վրա արդեն փորձում էի գրել, որ մեզի խափում են։ Ես այնտեղ գնալուս այսպես էր ասենք, կարա է գնայի, թեկուզ չունենալով այն ժամանակ Հայաստանի քաղաքացիություն, էդի պրոբլեմներ երևի առաջ կբերել, բայց ես դիմել էի մարդ էի իմանում այնտեղ, բավականին բարձր պաշտոնի, դիմել էի, որ կարամ գամ եւ այլ, բայց պահանջը չկար ոնց որ ասած, իսկ այդպես առանց պահանջի, որ չեզի չեն ուզում առաջարկեն կամ չեն ասում արի, հելնել գնալը ոնց որ ասած կլներ երևի սխալ իմ պայմաններում։ Ինչևից է, ես որպես զինվորական, ես այդ պատերազմը չէի հասկանում, ես պատերազմ չէի տեսնում, ես տեսնում էի դավաճանություն, ինչ որ խաղեր, անհասկանալի նահանջումներ եւ այլ։ Արդեն հոկտեմբերի կեսերին այդ ամեն ինչը պարզ երևում էր։ Ինչ ասեմ, դրա համար իսկ ոնց են կռվել, ես գտնում եմ, որ փորձել են ոչ թե պաշտպանեն հայրենիքը, այլ փորձել են այդ էլ երևում է կազմակերպված նահանջ, պարտություն եւ այլ։ Դա իմ որպես զինվորականի կարծիքն է։ Ոնց են կարողացել այդ իրագործել, դա չգիտեմ։ Դա մեր տղեկը այնքան հայի հոգի եւ գեն ունեն, որ նրանք ինչ է լինել կռվել են, բայց հարցս նորից կրկնեմ։ Առաջի դեմքը լինելով վարչապետ լինելով, նա ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ, եւ պատերազմից հետո ասում է ես Արցախի հետ գործ չունեմ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Սա քրյորեն որպես դավաճան կամ մտնել ուրիշի հողին կռվել, 5000 հոգի մարդ սպանել։ Ոնց է կարողանում սա մեկնաբանել։ Ես սա նկատի ունեմ։ Դե այստեղ մեկնաբանելու առանձին բան չկա։ Նիկոլա, ասենք, առաջի օրվանից ստել է, երբ որ ես 18 թվականի ապրիլին, ասենք, ասում էի, գրում էի, որ այդ մարդը խաբեբա է, ստում է։ Մեկ մարդիկ չէին հասկանում։ Այդ մարդը այդպես է դաստիարակված ու իր քաղաքականությունը ստավկան դրել է իր քաղաքականության մեջ, ստելու խաբելու մանիպուլյացիայի վրա։ Հիմա դա իր հաջորդ խաբեբայությունը, հաջորդ մանիպուլյացիան է եղել, որը ինքը այն ժամանակ արել է։ Եվ արտահայտությունը Արցախը Հայաստան է եւ վերջ, էսել է մանիպուլյացիոն արտահայտություն, դրա համար ես քիչ առաջ ասեցի, որ ինձ համար այդ արտահայտությունը եղել է հանկարծակի, որովհետեւ ինքը իր պահվածքով այդպիսի արտահայտություն հայրենասիրական ոնց որ ասած չէր կարող անել։ Արել է ինչի համար։ Այն նրա համար, որպեսզի հետո ասեն ինքը պատերազմի է բրթել այս իրավիճակը։ Հետո ասել է պատերազմը հաջող պարտվելով, ասել է ես Արցախի ընտրված չեմ, Արցախի հարցով չեմ կարա, էլի էսի խաբեբայությունն է դուրս եկել, էլի մանիպուլյացիա է դուրս եկել։ Եթե ինքը այդպես է համարել, նա մեծ գործի է գնացել, սպանելով 5000 հոգի մեր երեխաներին, գիտակցելով։ Դե ինքը ասել է, չէ արտահայտություն է արել, որ պարզում է, որ կարար առանց զոհերի այս ամենը ինչը հանձներ և առանց պատերազմի։ Ինքը հետո զարմանալով հասարակության վերաբերմունքից այդ արտահայտությունը արել է, որ զարմանում է, պարզում է, որ կարար առանց պատերազմի էլ լինել։
Այդ մարդը այնպես է հարցերը լուծել, իրեն առաջ դրված, որ մեզ համար դավաճանություն է, էսի պիտի հասկանանք, իրեն պահվածքը դավաճանություն է։ Հասկացա։ Հիմա երկրորդ հարցը, պարոն Սարգսյան, ասում է խաղաղության պայմանագիր, լավ, Արցախը մերը չէր, մենք հետո հասկացանք, որ մեր վարչապետը սխալվե ուրիշ երկրի վարչապետ էր, հետո զգաց զոհերից հետո, որ ինքը իրոք ինքը մի սուրբ մարդ, որը Հայաստանի վարչապետն էր, միամիտ, մի 2-3 տարի հետո ինքը հասկացավ, որ չէ, ինքը Արցախի վարչապետը չի, բայց դե սորի 5000 հոգի սպանեցինք, 10000 հոգի պլյուս մեր գերիները, անհետ կորածները, ոչինչ, սենց աշկերներս փակենք, մի հատ հարց տամ ձեզ, որպես զինվորական, եթե Հայաստանի Հանրապետության մեջ կռիվ չկա, օֆիցիալ, ոչ պատերազմում ենք, ոչ պատերազմ ենք, հիմի օֆիցիալ չկա, որ Ալիևը չի ասե, պատերազմ կամ եղել է, ինչ խաղաղության պայմանագիր, ես ուզում եմ հասկանամ, զինվորական որպես պատերազմը լինում է, պրծնում է, նոր խաղաղության պայմանագիր են, ճիշտ է կնքում, հիմա ոնց որ Ուկրաինա, Ռուսաստան փորձում են խաղաղության ինչ-որ մի բան գտնեն, որ ստոպ տան, եթե մեր մեջ պատերազմ չի եղել, մենք էլ հասկացանք, որ ըստ մեր վարչապետի ինքը սխալվել էր, ուրիշ հողեր մտե եւ իրան վարչապետ էր, այս պահում ինչ խաղաղության, խնդրում եմ, որպես զինվորական բացատրեք, հասկանանք, կա դες բան, չլինի կռիվ, լինի խաղաղության պայմանագիր, ինչի դեմ, ինչ սահմանների դեմ, եթե մենք կռիվ չենք արել, ոչ մեկս ոչ մի բան չենք խախտել, խնդրեմ։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ այն ուժերը, որոնք նպաստել են Հայաստանի պարտությանը, ես դժվարանում եմ ասել ինչպիսի ուժեր են դրան, դրսի ուժեր են, ներսի թշնամիների, դավաճանների միջոցով իրագործում են։ Այն ուժերը, որ վերել են այս վիճակին, նրանք շահագրգռված են, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվի ոնց որ ասած նմանատիպ խաղաղության պայմանագիր։ Չէ, որ խաղաղություն ունենք, մենք խաղաղ ապրում ենք, Ղարաբաղը կռիվ բաներ, մենք էլ ներազում ենք մտել իրենց երկիր։ Ես միտքս փորձեմ ասեմ, այդ տեսակետից քիչ խոսող գա, քիչ են ասում, քանի որ եսի մի քիչ sense բարձր sense գեոպոլիտիկայի տեսակետից պիտի կարողանաք նայեք։ Սկզբից եղել է Արցախյան շարժում։ Հետո Արցախյան շարժումը վերածեցին 1994 թվականի մայիսին զինադադը կնքելու ժամանակ Հայաստանին կպցրին ու թուղթը ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչների կողմից։ Սկզբից պլանավորվում էր Ադրբեջանի եւ Արցախի, բայց երբ որ եկավ ստորագրության ժամանակը, Ալիևը դիմեց Մոսկվա, Մոսկվան զանգեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնվեց մասնակցել ու ստորագրել թուղթը։ Այդպես Հայաստանը մտցրին, ոնց որ ասած, իրավաբանորեն պայքարի մեջ։ Հետո Արցախը բոլորս գիտենք, որ Արցախը դաշտից հանեցին Պերեգավորնի գործունեությունից։ Ստացվեց, որ հետո հանդիպումներին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը։ То есть, այսինքն Արցախյան շարժումը, ինքնորոշման շարժումը, ժողովրդի վերածեցին Հայաստանի, Ադրբեջանի պայքարի։ Հայերը ինչքան էլ ինչ ասեն պատերազմ եղել է, չի եղել, հիմի Բաքու դատարանում ինչ է գնում, ինչ է ֆիքսվում։ Հիմի Բաքու դատարանում, որը հայ գերիներին ղեկավարությանը Արցախի դատում են, այնտեղ ֆիքսում են, որ Արցախում ծառայել են Հայաստանից զորակոչիկները, որ Արցախի բանակը ենթարկվել է Հայաստանին եւ այլ, այս ամենը ֆիքսելով, էսի արդեն դառնում է, որ սիտուացիան տանում են նպատակաուղղված նրան, որպեսզի ապացուցեն, որ Հայաստանը իր զինվորներով Արցախում կռվել է Ադրբեջանի հետ, դրա համար պիտի կնքի խաղաղության պայմանագիր, կապիտուլյացիոն կետերով եւ այլ։ Պարոն Սարգսյան, ամեն ինչ է ուղղությամբ արվում։ Մեկ վարքյան, շատ լավ բառ ասի, ուղղակի այս նյուանսը բարձրացնենք, որ անցնենք։ Բայց դատվում են լավ, օքեյ, այն նախագահները, որ հետը համագործակցել են, բայց պետք է օրենքով Նիկոլ Փաշինյանն էլ դատվեր, որտեղ ինքը խախտ է մտել ուրիշի երկիր իր ասելով, մնացածին փուրը տվեց, սպանեց, հիմա ինքը հետ է եկել, հիշել է, գիտակցել է, որ ինքը Հայաստանի վարչապետն է, բայց դատում են մնացածը, չնայած նրանք իմ աչքի լույսը չեն, բայց եթե դատում է, պետք է Նիկոլ Փաշինյանն էլ Էթար Ալիևը հայց ներկայացներ
միջազգային դատարանով, ասել լսեք, դու ես հենց առաջի հեղինակը, դու տվեցիր այս խայծը, սրանք էլ կատարեցին քո գործողությունը։ Ճիշտ եմ մեկնաբանում։ Ինքն է պետք է դատվեր։ Ինքն է գլխավոր Դե հրամանատարը։ եթե այսպես շարունակվի Բաքվի դատավարությունը միջև վերջը ֆիքսեն այն, ինչ որ իրենք ուզում են ֆիքսեն, այո, Հայաստանը դառնում է օրինավոր մեղավոր այս ամեն ինչի արանքում։ Նիկոլն էլ որպես մեղավոր Հայաստանի ղեկավար։ Թեկուզ Նիկոլը պիտի դատվի ոչ թե Ադրբեջանի դեմ ինչ որ գործողություններ կատարելու համար։ Մենք բոլորս գիտենք, ես գտնում եմ, որ 20 թվականի պատերազմի ժամանակ եւ 23 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Հայաստանը պատերազմի չի մասնակցել։ Շատ քիչ զինվորների քանակով Հայաստանից գնացել են Արցախ։ Այնտեղ կռվել է Արցախի բանակը։ Ու Հայաստանը չի ուզեցել ոչ մի հարց լուծի։ Թողել են Արցախի բանակը ջախջախվի։ Առանց Հայաստանից օգնության։ Ռուսերեն ասած Armenia на войну не явилась։ Էսի պիտի մենք հասկանանք, էս է եղել իրականությունը։ Ու Նիկոլը պիտի դատվի ոչ թե Ադրբեջանի դեմ, ինքը Ադրբեջանի դեմ մենակ հայերին դավաճանել է։ Նահանջ է տվել հրամաններ, դավաճանություն են արել, Շուշին են հանձնել եւ այլ։ Նիկոլը պիտի իրեն իշխանությունը դատվի հայ ժողովրդի շահերին դավաճանելու համար, Հայաստանը որպես Արցախի պաշտպան ոչ մի բան չանելու համար։ Դրա համար պիտի դատվի։ Ես այդպես եմ համարում։ Բայց հիմա ինքը ամեն օր բարձրաձայնում է, որ մենք պետքա չխառնվենք, մենք պետքա այս ոնց որ արդարություն տա, որ մենք ուղղակի ստիպված կամ միամիտ մտանք այդ կռվի մեջ։ Հիմա էլ ուզում ենք փագենք, էջը վсё, մեզի պետք չի, չենք ուզում դաժե լսան։ Երրորդ հարցը ստամ, պարոն Սարգսյան։ Ինքը երեք հայտարարեց, որ Արցախի շարժումը ինքը չի պլանավորում զբաղվի այդ հարցով, որ այդ հարցը փակված է իրենց համար։ Դա դե շուտվանից էր երևում։ Լավ, ասում ենք Լևոնը, Սերժը, Քոչարյանը բոլորն են մեղավոր, այս 30 տարվա այդ կուտոկը մեղավոր են, ես այլ եմ ասում, դրանք բոլորը պետք է դատվեն, բայց մի հատ հարց տամ, ինքը ասեց, ես սկսում եմ նոր կետից, նշանակում է, այն իրեքը ինչ գալատ արել էին, ես ջնջում եմ, սկսում եմ իմ նոր էջից, ինքը նշանակում է, ինքնա պատասխանատուն, այն ինչ որ եղել է 30 տարի, մենք պլյուս էինք, մինուս չէինք, իրանից է սկսվել, ինքը պետք է պատասխանատուն։ Դուք ճիշտ եք, ինչքան ինքը փորձում է հների մեղավոր սարքի ասենք 100%-անոց, թեկուզ ճիշտ եք էլի, որ հներ հին նախագահներն են մեղավոր իրենց մասով, բայց այդ ամենից հետո, երբ որ Նիկոլը ասել է, ես պայմանավորվում եմ կամ բանակցում եմ իմ կետերով, իմ որոշումով, իմ զրոյական, չգիտեմ եւ այլ, դրանից հետո ինքը իրավունք էլ չունի, որպես մարդկային sense մոտեցումով, իրավունք էլ չունի вообще խոսա, որ հները կամ չգիտեմ ով մեղավոր է։ Երբ որ ինքը այն մոմենտից, այդ նորվանից ինքը ասել է իմ կետերով եմ ես բանակցում, всё, մնացածը բրծել է, անցյալը փակվել է։ Իսկ անցյալում մենք այդքան վատ վիճակում չենք եղել։ Անցյալում մենք, հա, շատ հարցեր ա եղել, որ դիվանագիտորեն մենք պարտվել ենք, ոնց որ ասած, բայց Արցախի ինքնորոշման հարցը միշտ կանգնած ա եղել։ Ինչքան էլ դժվար ա եղել, էդի սեղանին դրած էր այդ հարցը։ Իսկ Նիկոլը այդ հարցը փակեց։ Պարոն Սարգսյան, երեք որ ինքը խոսում է, ես շատ ուշադիր այդ ամբիոն այդ ծմրված դեմքով, որ ինքը խոսում էր, նայեք, առաջ իր մեծ ցինիկությունը, իշքանը ես էլ եմ ասում, Լևոն Տեր-Պետրոսյան մասոն, Սերժ Սարգսյան, Քոչարյան, որ ես չեմ ընդունում, որ այո, Վազգենից հետո, Դեմիրճյանից հետո այս բոլորը դառան մեր գլխին մի հատ, չգիտեմ, պատուհաս, դա մենք գիտենք, բայց մի բան, առաջի դեմք լինելով, կանգնելով ազգային ժողովի ամբիոնում, Նիկոլ Փաշինյան ասում է, արա դե տղա եք արեք տամ ձեզ պատերով ծփեմ, չգիտեմ ինչ անեմ։ Լավ, նյուժելի մենք չունենք իրավաբաններ, որ սրան ականջներից, այդ իր մեծ ականջներից բռնեն, ասեն այս սրիկա, լավնա, մասոնա, վադնա, ինչա, դա հարցի մյուս կողմն է, բայց դու ոնց ես խոսում պրեզիդենտի կամ երկրի վարչապետի կամ նախագահի մասին։ Հո դու խուժան չես արա, էսից ձեր ես դուք ես պահում։
Լավ, նույնիսկ սրա համար ինքը Դե խոսքերի համար պետք է պատասխան չտա, գցենք իրեք նախագահն ասում է, արեք իրար հետ տենանք ինչ են կան։ Նրանք ես հասկանում, գիտեք ինչի չեն գա, որովհետև մեկը չկասի, Նիկոլ Փաշինյան, դու 0 կետից ես սկսել, ինչի պետք է իրեքը գան։ Լավ են արել դրին վզիտ, գցենք գրոբի ասած, չմտնել այդ գրուզի տակ։ Հմեն ասում ես, արեք են ասում են, ընկեր ջան, մենք ինչ արել ենք, քեզ ինչ։ Ժողովուրդը չի պահանջում, բայց դու 0 կետից սկսել ես։ Ճիշտ է մեկնաբանում, պարոն Սարգսյան։ Ընդհանուր առմամբ այո, ասենք ես զարմանում եմ ոչ թե որ ինքը ես զարմանում եմ դրա բառապաշարից, ես շատ առանձին ոչ մի լավ բան դրանից երբեք չեմ սպասել Նիկոլ Փաշինյանից, բայց երեք լսելով այդ արտահայտությունները, այն կծկտուր ես դրան լրիվությամբ չեմ կարողանում լսեմ, երբ որ ինչ-որ բան է ասում, ստիպված ինձ ստիպում են որպեսզի լսեմ։ Երկրի ղեկավարը եթե հասնում է այդպիսի արտահայտությունների, դե ես չգիտեմ ես հայությունը ոնց է դա ընդունում ու այդպես լարած մինչև մի մասն հələ իրեն ծափ տալու։ Ես դա չեմ հասկանում։ Դա եթե երկրի ղեկավարի մակարդակը այդ արտահայտությունները ինքը որ թույլ է տալիս, ես ասելու բան չունեմ, մենք գետինը պիտի մտնենք, բարձանենք։ Ես ինչ ասեմ ուրիշ բան ես չեմ հասկանում։ Այս ժողովրդի ինստիտուտներ ունենք, մենք ունենք մարդիկ, որը նստած պոլիտոլոգներ ունենք, նստած նայում են այդ հանրային բալանսը պահելու, ինչ խոսան, էթիկայի կանոններ գոյություն ունեն։ Լավ, նյուժելի Լևոն Տեր-Պետրոսյանը կան, հանճար, բոլորի կնքահայր լինելով, չկարողացավ ինքը իր այդ մարդկանց ասել որ լսեք, սա իրավաբանորեն մեծ ապուշություն է թույլ տվել, որ բարձրացնենք ամբիոնից, ասում եմ կբռնեմ, գցեք ինքը, գիտեք ոնց, վրոձի գգակ ես ձեզի խփեմ, ձեր մարմինը կվեկալենք տանեն աղբաման կլցենք, գցենք, ինքը սպանեց 3 հոգու, 3 ու ոչ մեկ ձեն չանեցին, ոչ իրավաբանները, ոչ իրավապահները, ոչ ԱԱՑ կոչվածը, այդ կառույցը չնայած չկա, ինքը ուղղակի անուն է, 3 տառանոց, հա, իմ համար, իմ կարծիքն է դա, իմ անկապ կարծիքն է, բայց ես ուզում եմ նա պետք է հենց այդ ամբիոմից տարբեր, նա 3 պրեզիդենտի եւ 1 վարչապետի նա խփեց ամբիոնից ու ոչ մեկ ձեն չանեցին։ Այ ասենք ինչ որ ձեն ասենք հանում են կամ երեկվանից մեկ Facebook-ում ինչքան ժամանակ ունեցել եմ նայել եմ տարբեր մարդիկ գրում են, հա, այս որ էդի չի կարելի, սխալ է, դիպա ինչ աստիճանի ենք հասնում, ընկնում ոտի տակ եւ այլ։ Հա, բայց ոչ մի բան չի փոխվում։ Ես չգիտեմ, այդ ղեկավարության հետ չեմ շփվում, որ կարողանամ լրիվ եզրակացություններ անել։ Ես չեմ հասկանում այս իրավիճակը։ Ինչու է բացատրվում, որ մեր գեներալիտետը, մեր ղեկավարությունը, ուրիշ մարդիկ, բիզնեսի մարդիկ, այդ բարձր դիրքեր ունեցող արտասահմանն ճանաչված մարդիկ, որ այսպես լռում են, ես չեմ հասկանում։ Ինձ համար դա անհասկանալի է։ 18, 19, 20 թվին արդենք մարդիկ կասկածում էին, չէին հասկանում, պատերազմը պարզեց, որ էսի չէ, էսի հայրենադավ իշխանություն է։ Իսկ հիմա ինչ որ կատարվում է, ու բոլորը լռում են, ոչ մի բան չեն անում, ես էսի բացատրություն չունեմ ուղղակի։ Որտեղ ես այդտեղ բավականին որոշ ժամանակ ակտիվ եմ եղել ու բավական մարդկանց հետ շփվել եմ, հիմա զանգում առաջարկում եմ գնալ այստեղ, բայց տեսնում եմ ոչ մի բան չի ստացվում, ոչ մի բան չեն իմանում ինչ անեն։ Չեմ հասկանում ես ուղղակի, էսի խայտարակություն է, եւս մի խայտարակություն ամբողջ աշխարհով, ու վերջ։ Պարոն Սարգսյան, անցնենք մեր բուն թեմային, ես գիտեմ, որ դուք նույն սենատորների անդամներից մեկն եք, այո։ Այսօր ես մի բան պետք է հայտարարեմ, բայց դա հետո երևի 2 շաբթի օրը Արան Մկրտչյանի հետ, երբ որ մենք գնենք եթերին, պաշտոնապես ես դա կհայտարարեմ, որ ուրեմն մենք երբ որ սկսել ենք այս եթերները, շատ տարբեր կուսակցություններից տարբեր մարդիկ գրել են, որ ուզում են եթեր ունենան, ես ինչի համար չեմ դուրս գալի մարդկանց հետ տարբեր եթերների, հասկանալով, որ այնտեղ պարտիայի եւ աթոռի խնդիր գոյություն ունի, ինչի համար ես ձեր տեսակի հետ եմ համաձայնվել եւ մի քանի հոգու հետ, որովհետեւ մենք ունենք մի գաղափարախոսություն, տանելով գաղափարախոսություն
քարախոսությունը սենատորական երկիր, որտեղ որ սենատորներն են որոշելու, որտեղ այս ձև, այս հանցակազմին կանգնացնելը արդեն անհնար է։ Ես ոնց տեսնում եմ, ով ուզում է գա, եթե նույն ինստիտուտը եղավ, նույնն է լինելու ժամանակի մեջ, նույն խայտառակություն, նույն բարդակը, նույն ձև։ Ես տեսնում եմ մենակ մի բանի մեջ, սենատորական գաղափարախոսության մեջ, երբ որ մենք ունենք այդ կարմիր լույսը քաշած սահմաններում եւ պետականության մեջ, այ այդ վաղ գործի այդ ամեն ինչը։ Դուք ինչպես եք այս տեսնում, պարոն Սարգսյան։ Սենատի մասով Իհարկե։ Դե եթե ես դրական չընդունեի այդ միտքը, ի սկզբանե երբ որ հարցը բարձրացվել է, խոսացել ենք այդ թեմայով Արա Մկրտչյանի հետ, եթե ես ասենք դրական չընդունեի, այն ժամանակ չէի արձագանքի ու առաջի սենատորներից մեկը չէի լինի, ընդհանուր ասենք մասնակցությամբ մոտ 500 ձայն պիտի հավաքվեր, որ համարվեինք սենատոր։ Էսի որոշ չափով տարբեր երկրների, ամբողջ աշխարհի հայության, էդի պարտադիր չէր որ մենակ հայեր լինի, բայց 500 ձայն։ Ու այդ որպեսզի հնարավոր լինի տարբեր երկրների հայության ներկայացուցիչների հավաքվել ինչ որ ձևաչափով եւ փորձել ինչ որ քայլ կատարել ի նպաստ Հայաստանի։ Դրա համար ես միտքը ընդունել եմ, որտեղ միշտ համարել եմ, որ Հայաստանը նույնիսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը պիտի Սփյուռքի հայության հետ սերտ համագործակցության մեջ լինի։ Այդ սերտ համագործակցությունը թեկուզ որոշ երկրներ վատ են ընդունում, ոնց որ ասած, թե նախանձում են, թե վախում են, չգիտեմ, բայց Հայաստանը չի կարող լինի ոչ սերտ կապերի մեջ դրսի հայության հետ, առանձնապես խոշոր երկրների, որտեղ հայությունը բավականին մաս են կազմում։ Թեկուզ ես չեմ ընդունում այս մոտեցումները, որ հայությունը չգիտեմ, սիրում են գնան ուրիշ տեղեր, իրենց չեն ուզում մնան չարչարվեն, ես չեմ ընդունում։ Դրա համար երևի ես եզակիներից մեկն եմ, որ դրսում ունենալով շատ բան եկել եմ վերադարձել եմ։ Դրա համար ես չեմ ընդունում այդ մոտեցումները։ Հիմի ինչ ձևով ինչ ձևաչափով հնարավոր է Սփյուռքին կենտրոնացնել կամ չգիտեմ համագործակցությունը ուժեղացնել, Արա Մկրտչյանը առաջարկում է իրեն թիմով առաջարկում է սենատի ձևաչափով։ Ես այս միտքը ընդունել եմ, գտնում եմ շատ դրական այս միտքը, այս մի կողմից։ Մյուս կողմից էլի մտածել են յուր ժամանակ ոնց կարելի է սփյուռքահայությանը ներգրավել, հա, Հայաստանում գործունեության, որպեսզի սփյուռքահայությունը միշտ չնեղանա մեկ-մեկ, որ ոնց որ ասած դոյնի կարով է, կթուկովի տեղ էին օգտագործում, ոնց որ ասած, չէին թողնում ստեղ ոչ մի գործի մասնակցեն ռեալ ձևով, կամ մեկ-մեկ էլ հələ թալանում թողնում եւ այլ։ Ու այդ առաջարկած միտքը խոսակցություններով այո ընդունում են, որ Հայաստանում ազգային ժողովում պիտի լինի ինչ որ պալատ, կամ ազգային ժողովը պիտի լինի երկպալատային։ Ստեղ մենակ կարող է ինչ որ ժամանակավոր փոխանցումային ժամանակաշրջան լինի, որ սկզբից ինչ որ ձևի ստեղծվի պալատ, վերջնական որոշվի ինչպիսի իրավունքներով եւ այլ։ Հարցը նա, որ պիտի ազգային ժողովում կամ ազգային ժողովին կից լինի մի հատ պալատ, պաստայան միշտ գործունեություն տանող, որպեսզի տարբեր երկրների հայությունները արդեն պիտի որոշվի Հայաստանի օրենքներով, կարողանան ներկայացություն ստանան եւ մասնակցեն ինչ որ հարցերի քննարկումների, որոշումների, առաջարկումների, իրավունք ունենալով կատարել կոնտրոլը ոնց է դառնում ստուգողական, ասենք, գործունեություն, որպեսզի այն ինչ որ պլանավորվում է, իրագործվի, отчет տրվա եւ այլ։ Այս ամեն մեկը ես ըմբռնում եմ, գումարած դրան, որ նույնիսկ մյուս հարցում, որը ներկա մոմենտում Արա Մկրտչյանի հետ սենատի գաղափարի ոնց որ ասած գլխավոր խնդիրն է, Հայաստանի Հանրապետության առաջի հանրապետության իրավահաջորդի հարցը բարձրացնելու համար այստեղ եմ ես կողմ ու կողմ եմ, որպեսզի այս հարցում ոնց որ ասած վերջակետ դրվի։ Ինչու՞մն է հարցը, Գեորգ ջան։ Ասենք շատ են, չէ՞, տարբեր մարդիկ կան խոսում են, որ
Հայաստանը ունի այս իրավունքը առաջի Հայաստանի Հանրապետությունը եղել է ճանաչված, արդեն Արամ Մկրտչյանի շնորհիվ իրեն տպած գրքի շնորհիվ գիտենք արդեն որ եղել է որոշում ազգային լիգայի կոնկրետ սահմանի քանակի, եղել է Վիլսոնի որոշումը բոլորը գիտեն, բայց գնում է խոսակցություն ինչ որ ուժերի կողմից, մարդկանց կողմից, որ այդ ամեն ինչը ուժի մեջ չի եւ այլ։ Ես կողմ եմ որպես այս հարցում վերջակետ դրվի։ Մեկը պիտի այս հարցը դնի, չէ, եթե էթիկա, եթե ազգային լիգայի որոշում կա, մենք ունենք բավականին տարածքներ, իսկական պատմական, հայկական, որտեղ տեղի է ունեցել գենոցիդ եւ այլ, ցեղասպանություն, այս հարցը պիտի դնենք, քանի որ սովետական միությունը այս ժամանակահատվածում առանձնապես սովետական միությունը քանդվելուց հետո ոնց որ ասած իրավաբանորեն վերադարձել է իրականությունը միջև սովետական միության ժամանակաշրջան, այն ժամանակ ազգային լիգայի որոշումներ կան, Վուդրո Վիլսոնի որոշումներ կան, որպեսզի տարիներով ժողովրդի գլուխը չտանենք, խաբենք եւ այլ։ Պետք է հարցը դնել, գնալ հասնել նրան, որ իրավաբանորեն հարցը դնել, այս Հայաստանի իրավունքն է, վերադարձնել այդ իրավունքը։ Թող իրավաբանորեն այս հարցը կրենք կամ կրվենք, եթե նույնիսկ կրվենք։ Որպեսզի հասկանանք, որ էսի մեր իրավունքն է անցել գնացել է, կամ էսի մեր իրավունքն է կարողանում ենք ինչ որ ձևի վերադարձնենք այն ինչ որ մեզ է պատկանում։ Մեկ հարց տամ։ Ես կողմնակից եմ այդ բոլոր հարցերով ես կողմ եմ, դրա համար միացել եմ, սատարում եմ, քարոզում եմ, որպեսզի հայությունը այս ուղղությամբ աշխատի, որպեսզի սենատը ինչ որ ձևի ձևավորվի, որպեսզի Հայաստանի ազգային ժողովը ունենա պալատ սփյուռքից կազմված ու կարողանանք միասին ինչ որ խնդիրների լուծելուն առաջ գնալու համար։ Ուրիշ ձև չեմ։ Պարոն Սարգսյան, ես երկու օր առաջ խոսեցի մեր ամերիկահայ բնակիչ Ամերիկայում բնակվող գործընկերոջ հետ, մենք քննարկում ենք մի խոսք, որը այսօրվա կառավարությունը ինչի համար է սա շատ կարևոր, հեսա մնացած թղթերը ինձ էլի այդ կհասնի։ Նայեք, այսօրվա կառավարությունը առավոտից իրիկուն 10 միլիոնից ավել հայրենակիցների, որտեղ մենք չենք առանձնացնում, թեկուզ Սփյուռքում ապրելով մենք բոլորս հայ ենք եւ փորձում ենք չառանձնացնել, հա, նա տերորի է ենթարկում։ Եթե դուք չտաք պատերազմ, եթե դուք չանեք, էսի sense։ Հիմա այս նույնը դե պատկերացնեք, եթե Արցախը տվել է, հիմա էլ սահմանադրությունն է փոխում, եթե Սյունիքի ճանապարհը չբացեք, մի հատ փոքր ճանապարհ է, որը հենց էդի մեր ճակատագրային է, տեսեք ճիշտ գնի, ձեր հետ ճիշտ գնի, տերորի է ենթարկում մեզ։ Ինքը կոնկրետ մեզ դրա համար մեզ շատ կարևոր է, ես իմ ընկեր գոլեգաների հետ պետք է հենց այս հարցը քննարկենք շատ արագ սենատով, գրություններ գրենք տարբեր երկրների սենատներում, ես պահանջելու եմ, որ հերիքա ես առավոտ աչքերս բացելով լինելով Ավստրիայում այսպես հանգիստ երկրում ինչ-ինչ պատճառներով 30 տարի հայտնվելով այս երկրում հերիք չի իմ սերունդը տալով այս երկին հերիք չի հիմա էլ այդ անձնավորությունը ամեն առավոտ մեզի տերորի է տալի վախացնելով որ եթե այս ճանապարհը չդակ վաղը եթե այս չդակ մյուս օրը այս չդակ ուրեմն պատերազմ կլինի սա պոտենցիալ տերորիստությունը այն ինչ որ ինքը մեր այս 10 միլիոնի գլխին անում է ես դա ասում եմ պատասխանել որովհետև ամեն օր չկա մի հայ չզանգի կամ մենք երբ որ մենք հայրենիքից հետ հանդիպում ենք արած մենք լավ վաղը ինչ պետք լինի հասկանում եք այս հարցը պետք է մենք սենատորներս այս հիմիկվա ինչ քանակի որ կա դա պարոն Մկրտչյանը շուտով կբարձրացնի քանակը ինչ մենք պետք է օրինական ձևով բարձրացնենք եւ գրենք բոլոր երկրի սենատորներին ես ասում եմ բոլոր սենատորները բարձր դատարան որ հերիքը այս անձը մեծ տերորի է ենթարկել մեր երեխաները չգիտեն ինքնաթիռով գնան հանգստանալու թե վաղը կարող է պատերազմել որտեղ մի հատ շիզոֆրենիկ կայնեմ ասում է գիտեք ինչ կա եթե չդա կռիվ կլինի հիմա ինչ մնաց այս օրենքը եթե մենք հիմա դրսից այս օրենքը չպահանջենք եւ պահանջատերը չլինենք ինքը նույնն է տերորն է սարքասլը հիմա գիտեք ինչ է ինքը փորձելու պարոն Սարգսյանի եթե Սյունիքի ճանապարհի համար է այս տերորն անում սրա համար ինքը գիտեք ինչ կասի նախ իր գոլեգաներից այդ միլիարդները որ վերցրել են եւ թուրքա հպատակ իրանց քայլերն են անում հիմա էլ կասի գիտեք սենատը կազմվել ես ինչի բար եմ ասում որ Նիկոլ Փաշինյան կոմոդ չի ստացվելու ես ձեզ ասեցի չէ դուք
Չեք պատկերացնում, եթե դուք սպանեցիք Ռոստամ Գասպանին կամ մնացած մեծ հերոս տղեկին, նրանք իրենց սերմերը թողել էին։ Դուք բռնեցիք ընդդիմադիր Վարդան Ղուկասյանին, դուք հիմի փակել եք գործող հրամանատարին։ Նրանք ուղղակի չեն պատկերացնում, որ հային լրացնել չի լինի։ Պարոն Սարգսյան, ես ինքս չեմ վախենում, ես չեմ կարող ճշմարտությունը իմանալով ամեն առավոտ զարթնեմ եւ տելևիզորը միացնեմ եւ հանգարց վախ ապրեմ, եթե հանգարց մի հատ էլ ասես Սյունիք, եթե հանգարց ասես Սևան կամ Աբովյան, նայի հա, ինչ գլնի քո հետ։ Հերիք է այս ամեն ինչին։ Մեռնելուց արժանապատիվ ձևով ավելի լավ է այս մեռնեն մանով որ այս հայի հոգու համար եմ ասել, քանց թե ամեն օր այս տերորին մենք ենթարկվում։ Ես ուզում եմ հայրենակիցներին կոչ անեմ, որ այս մարդը տերորի է ենթարկել 10 միլիոնից ավելի, ինքը պետք է պատասխանատվություն վերցնի, բոլոր դատարանները պետք է սրանով զբաղվեն, ու մենք փորձելու ենք, հենց այս ամեն ինչը օրինականացրել, այս թղթերը շատ արագ, մենք շատ ենք, ես միշտ ասել եմ, մենք այն ստվերում այն մարդիկ որ կան, Նիկոլ Փաշինյան, դու դա չես տեսնելու, բայց մենք փորձելու ենք այս ամեն ինչը արագ միջազգային դատարան մտցնելու, որ դու ստրեսի ես ենթարկում եւ տերորի ես ենթարկում 10 միլիոնից ավել հայրենակիցների, խնդրեմ պարոն Սարգսյան։ Այն համաձայն եմ, որ Նիկոլը եւ իր հանցակիցները ամբողջ հայ ժողովուրդը տերորի են ենթարկում, դրա մասին ասվում է, խոսվում է, գրում են որոշ մարդիկ, բայց հասարակության մեծ մասը կամ չի հասկանում, կամ մի մասը չի ընդունում, որ իսկականից իրենց տերոր են ենթարկում, վախեցնում են։ Ես հեսա կբացատրեմ, այսպես որ գնա, դուք վերջացեք, ես կբացատրեմ մեր հասարակությանը ինչ կարելի է անել։ Այս հարցի լուծումը տրված արդեն։ Խնդրեմ, դուք վերջացեք, ես շարունակեմ։ Այսպես որ գնա, Հայաստանը վերածվում լրիվությամբ կոնցլագերի։ Եթե սենց տեմպերով գնանք, ու ժողովուրդը մի մասը որ չի հասկանում, ինչ է տեղի ունենում, ես չգիտեմ ոնց է ռեակցիա տալու այն ժամանակ, երբ որ դա հասկանա, այդ չգիտեմ։ Ու այո, այդ խաբեբայության, տերորի, մանիպուլյացիայի հաջորդ նպատակը, նո երևի մի քանի նպատակ ասենք, այդ Ադրբեջանի հետ ինչ որ պայմանագրի ստորագրումն է, չգիտեմ ինչու այդքան շատ են ուզում, պատրաստ եմ խորանալու այդ ուղղությամբ, ինչ են այդքան շատ ուզում ստորագրեն, թեկուզ Ադրբեջանը այդքան էլ չի ուզում, որովհետև իրենց անկախության հռչակագրի մեջ իրենք ուրիշ նպատակներ կա գրած, Հայաստանի կեսը Ադրբեջան է։ Բայց մյուս խնդիրներից մեկը դա որպեսզի հասարակությանը համոզի, համաձայնեցնի, որ մեղրի ճամփան պիտի բացվի։ Մի կողմից ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդ ճամփան բացվելու է։ Ես դրա մեջ կասկած չունեմ, ասենք, գեոպոլիտիկ այդ ինչ որ աշխարհում տեղի է ունենում, այդ հաշվի առնելով ես համոզված եմ, որ այդ ճամփան վաղ թե ուշ բացվելու է։ Ուրիշ բան է բացվելու է ինչ պայմաններով։ Սրանից մի անպայման պիտի ասվի, որ պիտի վերջի այդ ճամփան ինչ որ ձևի բացվի, այ անասուններ, բախի եք ամեն ինչ անում, որ Արցախը կորցնեին։ Արցախի կորցման պատճառներից մեկը նա է, որ Հայաստանի այս ապուշ իշխանությունը ասում էր մեղրի ճամփան չենք բացելու։ Դրա համար Արցախի բլոկադան կազմակերպեցին, որպեսզի փորձեն հայերին ստիպեն, որ մեղրի ճամփան բացվի, սրանք կանգնեցին, որ չէ, վերջի դա բերեց Արցախի կորցմանը։ Դրա համար հիմի Մոսկվայից ասում են, որ ճամփան բացեք, սեղանի վրա է կամ սեղանի վրա պիտի լինի մեր բոլոր երկկողմյան պայմանավորվածությունները։ Տարբեր մարդիկ դիվանագիտության աշխատողներ Ռուսաստանի առաջի հերթին, այս ամեն ինչը ինչ որ ձևի ասել են, որ հասկանալի է դառնում նրանց գլխավոր պահանջը։ Իսկ մեր ապուշ իշխանությունը խաղ է խաղացել, մեղրի ճամփան չենք բացում։ Բայց հիմի ամեն ինչ անում են, որպեսզի ճամփան բացեն, չեն իմանում ժողովրդին ոնց համոզեն, որ ճամփան պիտի բացենք։ Դրա համար այս տերորը, խաբեբայությունը, մանիպուլյացիան դնում է։ Ինչ ասեմ։ Ուրեմն ես ոնց վերջ տալ այդ ինչին։ Ոնց վերջ տալ դժվար է հիմի ինչ որ բան առաջարկել, ոնց էս ամեն ինչին վերջ տալ։ Ես հեսա կառաջարկեմ իմ որպես լինելով լիազորված, ընտրված հայ Ավստրիա Հանրապետությունում սենատոր, ինչպես եմ ես հասկացել եւ ինչի համար եմ այդ քայլին դիմել եւ այդ ընտրությանը եկել, պարոն Սարգսյան, ես ուզում եմ իմ հայրենակիցների հետ կիսվել։ Ինչ ճանաչողները լավ գիտեն, ինձ ոչ կայանալու, ոչ բիզնես կամ ինչ որ պաշտոն, ես ոչ մի բան ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր
հայ լինելը, հոգևոր դաշտը պահելը եւ ապրել հանգիստ խաղաղ մեր սահմանների մեջ, որը որ մերն է, ոչ թե որ հարմարվենք, որ մեզանից վերցել մեզի ասեն ոնց ոչ, ոնց որ մերն է։ Մենք պահանջատերն ենք, հենց սա է խնդիրը մեր նմանների ու նրանց նմանների, մենք չենք հանձնվելու, մենք ծնկի չենք գալու, մենք ես անձամբ իմ տեսակը ծնկի է գալի միայն Աստծո առաջ, միայն Քրիստոսի խաչի առաջ եւ մնացածի առաջ ես ծնկի չեմ գալու, որը որ ճշմարտությունն է, դա մեկ, դա թող հասկանալի շատերին։ Երկրորդը, ինչի համար եմ ես ընտրել այս ճանապարհը լինելով սենատոր։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, երբ որ մենք լինենք 501 սենատորներ, դա կլինի ամենամեծ զսպող օղակը, երբ որ այսօր Նիկոլ Փաշինյանը ուզում է օրենսգիրք փոխի, մայր օրենք փոխի, սահմանադրություն փոխի, իհարկե նա կարող է այսօր ընդդիմադիրը վրոցի, ընդդիմադիր խաղալով, բայց նրանք քիչ ձայներ ունենալով, նա կանցկացնի այդ ամեն ինչը, բայց եթե մենք ունենանք 501 սենատոր տարբեր երկրներում, իշկաներ այդ 501-ից խաղան, նրանք չեն կարող բոլորին գնել եւ ինչ-որ կոռուպցիայի մեջ մտցնել։ Հենց սա է գաղտնիքը սենատորների, ինչա նշանակում։ Երբ որ մենք խնդիրը տենում ենք, հասանելի է մեզ եւ մենք շատ արագ դա բարձրաձայնում ենք։ Այսօր ես ասում եմ, դուք անհատները իշկաներ խնդիր դուք տեսնեք ձեր աշկով, թե կոռուպցիա, թե սպանություն, թե անկախ ամեն ինչի դուք չեք կարող ոչ մի օրինական թուղթ ձեր համապատասխան դատարաններում կամ երկրում ներկայացնեք, որտեղ դուք ուղղակի քաղաքացի եք, որ ապրում եք այդ երկրում։ Իսկ սենատոր լինելով մենք բոլորս միասին համաձայնություն ենք տալի ժողովրդի խոսքը բարձրացնելով իրականությունը եւ ճշմարտությունը։ Սա է գաղտնիքը, պարոն Սարգսյան, եթե մենք ու շատ մեծ տեմպերով մենք գնում ենք հիմա, ու ես խնդրում եմ հայրենակիցներին, ինչ ճանաչողներին, կապնվեք ինձ հետ, եթե դուք ուզեք այդ քայլի մեջ լինել, եթե կուզեք ունենալ սենատորի ոչ թե ուղղակի տիտղոսը, ոչ, դուք պետք է այդ քաշող օղակը լինեք, այդ պատասխանատվություն ունենաք, որ իմանաք ինչի համար եք դառնում եւ ինչի դեմ եք լինելու։ Եթե պետք է ուղղակի լինեք սենատոր, ուղղակի որ ձեզ լավ զգաք, դա ճիշտ հայի տեսակը չէ, հենա ունենք։ Այդ տեսակը մենք ունենք։ Առևտրական, քյաբաբի բրդուճուտող, սեղաններին խմող, կենացասող, երազներով, երազահանով, չգիտեմ, կարթ ու բաժակ նայողով, այդ դրանց ունենք մենք։ Մենք դրանից պետք չի, մեզ պետք են հոգևոր, իսկական հոգևոր, ուժեղ տղեկ, հայրենասեր տղեկ, քրիստոնյավայել տղեկ ու գլինի նույնը կանայք, որը պատրաստ են այս ծանր գործը վերցնելով, այս օղակը կարմիր գիծը վերցնելով եւ ստոպ տալ այս ամեն ինչի, որտեղ մենք էլ ոչ մի բան չունենք, ամեն 30 տարին մեկ, պարոն Սարգսյան, ես հեսա մի բան եմ ուզում ասել, ես ոնց հասկացա դուք 90-ականների զինվոր եք եղել, ծառայող եք եղել, ճիշտ է։ Ձայնը կտրվեց։ Դուք 90-ականների զինվորական եք եղել, ճիշտ է։ Ճիշտ եմ հասկանում։ 88 թվից Հայաստանի թուրքական սահմանից։ Մեկ հարց տամ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դուք ինչ պաշտոն եք ունեցել։ Երկրի նախագահը։ Չէ, դուք ինչ պաշտոն եք ունեցել։ Գերագույն խորհրդի նախագահը 90 թվից, եթե չեմ սխալվում։ Հիմա մի հատ հարց տամ։ Ես 98 թվի վիդեո եմ տեսել եւ 96 թվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, նա խոսում է, մենք չնայած դրա թվերը ինքը 10000 կիլոմետրը խառնում է, բայց նա խոսում է 98 թվականին 60000 կիլոմետր տարածքից։ Ուր է 30000-ը, պարոն Սարգսյան, դուք եք եղել զինվորական։ Շատ անկեղծ հարց։ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր առաջի մեր հանրապետության նախագահ խոսում էր 60000-ից։ Այդ վիդեո տեսա բոլորովին իմ մոտ կա։ Ուր է դա։ Ես ծանոթ չեմ այդ իրեն ասածին, եթե ասել է այդպիսի արտահայտություններ, միգուցե ինքն էլ նկատի ուներ առաջի հանրապետությունը Հայաստանի, չգիտեմ։ Էլի ձայնը ոնց որ չկա։ Չէ, ես լսում եմ, խոսեք։ Ձայնը շուշուտ։ Երևի առաջի Հայաստանի Հանրապետության տարածքների մասին էր, որովհետև այն ժամանակ սկզբում Հայաստանի տարածքի մեջ էր եւ Կարսի մարզը, ինչ որ տարածքներ կարող է սա հիմի չհիշեմ անվանումներով, բայց այն ժամանակ այդ լրիվ կազմում էր մոտորապես այդպես, թիվը չեմ հիշում։
պատերազմի շնորհիվ կորցրինք, վերցրինք, նորից կորցրինք։ Ես այն ժամանակ թե Լևոնի այդ ելույթին կամ մտքին ես ծանոթ չեմ։ Երբ ասել ինչի պատճառով։ Նախագահ լինելով նա խոսում էր այդ վիդեոն ես կտեղադրեմ իմ մեջ նախագահ լինելով նա խոսում էր 98 թվականին 60000 քառակուսի տեղից մեկ հարցեր եւ երևի պարոն Սարգսյան եզրափակենք այսօրվա վարչապետը ասում է որ մեր երկիրը չունի կատաստր բա հիմա ինքը ում երկրի վարչապետն է եթե մենք չունենք կատաստր արդյոք ինքը լեգիտիմ վարչապետ կարող է խնդրում եմ ձեր կարծիքը Դե вообще-то էդի երբ որ ինքը ասել էր ես ոչենա ծիծաղեի, ոչենա ապշեի հիմարություն է այդպիսի արտահայտություններ անելը երկրի ղեկավարության կողմից Էդի նշանակում է որ երկրի ղեկավարությունը ինքը հայտարարի որ այդպիսի երկիր Հայաստան գոյություն չունի Այդ կադաստր չկա էդի նմանատիպ արտահայտություն է որ այդպիսի պետություն Հայաստան գոյություն չունի Մեհմի թե ինչ նպատակներ այս մարդը իրագործում կամ ինչ նպատակներ ուներ չգիտեմ հիմար արտահայտություն է չեմ ընդունում չի կարելի նման արտահայտություններ օգտագործել Սա նույնպես դավաճանություն է Շնորհակալություն պարոն Սարգսյան ունեք ավելացնելու բան որ ես եզրափակեմ եւ Ունեք եզրափակիչ ինչ-որ ասելու բան։ Եզրափակ կարելի է ասենց այդ լավը, որը սպորտի հայությունը ոնց որ ասած կամաց երևում է, որ փորձում են ակտիվանան, բայց այս ակտիվությունը ոնց որ էլի մնում է առանձին անհատների գործունեության շնորհիվ դա շատ շուտ արագ արդյունք չի տա, քանի որ գործող հիմնական ուժերը թե Սփյուռքի թե Հայաստանի չեն գործում, ինչի չեն գործում, չեմ հասկանում, ինչ ուժերի ինչ որոշումներ են ենթարկվում, ովքեր են իրենք, որը տեսնելով Հայաստանի այս վիճակը ոչ մի բան չեն անում, Զարմանում եմ այն մարդկանց Հայաստանից սկսած Սփյուռքով վերջացրած, որ ասում են ինչ որ գաղափար է պետք, այ մարդիկ, տիպը նոր գաղափար ասեք ժողովուրդը, որ ես միշտ ասում եմ, առանձնապես 22 թվից, որ ակտիվացել էի, փորձում էի անձնական քաղաքական ինչ որ գիծ տանեի նախաձեռնությունը, որ ինչ գաղափար եք ուսում, երկիրը վարի է գնում, գահավիժում է 20 թվի պատերազմը հետևում երկիրն է պետք փրկել Հայաստանը Արցախի հետ միասին այդ 22-23 թվին է փորձում ասել բացատրել Հիմի նորից են շարունակում գաղափար է պետք ես նորից եմ ասում այ ժողովուրդ այ հայ ջան ամբողջ աշխարհի ինչ գաղափարի մասին եք խոսում եթե երկիրը վարի է գնում երկիրը փրկել է պետք մի գաղափար է երկիրը փրկել է պետք մնացածը ինչ անել ասենք բանակը ուժեղացնել գյուղացիներին ճամփաները սարքել կամ սահմանաբեր գյուղերին ինչ որ հնարավորություններ տա որ լավ ապրեն, հեշտ ապրեն, մեր պատմությունով զբաղվենք, ոնց որ Ադրբեջանն է ստից տեղը հնարում, դրոշ սարքենք մեր պատմությունը առաջ տանելու մեր խնդիրները լուծելու համար, երիտասարդության կրթության, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց գլխավորը երկիրը փրկելն է, ինչ գաղափար է, ու դրա համար ես վերջում մի տեղ ասեցի սենց մի որ այդ գաղափար խոսողները, որ գործելու տեղը ստից տենց խոսում են, այդ մարդիկ իրենց վախկոտությունը ծածկելու համար, իրենց անգործությունը արդարացնելու համար խոսում են ստից բաներից, գաղափարներից, ինչ գաղափար եկեք միասին երկիրը փրկենք, երկիրը ազատենք այս ներքին թշնամական իշխանությունից, հակահայակործան, հակապետական, հակահայկական, ինչ ուզում եք ասեք, սրանից էլ ինչ վեր գաղափար Եթե նորմալ մարդիկ ենք, են որոշումներ նորմալ, հայր անգամ ասել եմ, բացատրել եմ, նույն օրենքները հիմիկվա օրենքները գործող, վերցնենք նորմալ մոտեցումով ի նպաստ հայ ժողովրդի, ամեն ինչը նորմալ կարող ենք անենք։ Բանակից սկսած ամենավերջին ամեն ինչով վերջացրած։ Գաղափար, սուտ, ես 22 թվին բավականի մարդկանց հետ եմ շփվել, որոնք իրենց անվանում են ազգային ուժեր։
Ես հայտարարում եմ, Հայաստանում ոչ մի ազգային ուժ չկա, լրիվ սրիկաներ են համարյա, մեծ խոսացող, ինչ են արել միջև ու հիմի ինչ են անում, ոչ մի բան չեն անում, սուտ տեղը նստած գաղափարներից են խոսում, հորինում են գաղափարներ, տարածում են իբր թե, բայց ոչ մի ռեալ բան չեն անում, երկրի կործանում է, Արցախը կործանվեց, Հայաստանը կործանում է, Զանգեզուրը գնում է, նստած գաղափարից են խոսում, Կողեմ դեր գաղափարը ձեզ հետ միասին, որ ոչ մի բան չեք հասկանում, նստած նայում եք ոնց է երկիրը կործանում։ Գործել է պետք երկրը փրկելու համար։ Էս է ասածս։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն, թեկուզ մի քիչ էմոցիաներ, հարգում եմ ձեր տեսակը։ Ես խնդրել եմ մեր եթերում չլինի հայոյանք, ես իմ ներողությունն եմ խնդրում մեր հայրենակիցներից, բայց հասկանում եմ, պարոն Սարգսյան, ձեզ հասկանում եմ, հավատացեք, ես ինձ հազիվ եմ տիրապետում, եթե այսօր հերոսի դատում են, եթե այսօր 5000 հոգի երեխա սպանելով եւ չկար դրա պատասխանը եւ հանեցին $20,000 փորձեցին այլան գին վճարեն, ես դա ասում եմ, դա եղել է եւ կա եւ մարդիկ ստացել են այդ գումարը, գաղափարը նա է, մենք ունենք հայկական սենատ, որը պետք է հզորանա շատ արագ եւ հզորանում է, ես ինքս լինելով երկար տարիներ Սև Հովաս Ջոկատի կողքին երկար տարիներ, հիմա նույնը բարձրաձայնում եմ, կանգնելու եմ այն հրամանատարի, որ 30 տարի կռվել եմ հերոսաբար, կայնելու եմ իմ հրամանատարի, որի անունն է Սերոբ Գասպարյան, մենք ունենք համ ուժայինը, համ խելացի մարդիկ, որոնք շատ շուտով եթերներով եւ իրավական գրառումներով մենք եթերներ կունենանք, պարոն Սարգսյան, եւ մենք պահանջատերը կլինենք, իսկ 7 տարի ես խոսացել եմ մի բանից, համայնքները, Սփյուռքի համայնքները ոչ թե սարքեք նարդիանոց ու դեր խմելու տեղ, արեք, նարդելա պետք խաղալ ու դեր խմել, համերգներել, բայց իմ կոչը միշտ եղել հիմա ավելի կոչս ավելի է, Սփյուռքի հայրենակիցներ, եթե մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը, մենք բոլորս դա ասում ենք, ամեն մի երկրորդն ասում այո նա Դավաճան է, ինչպես եք դուք դա ընդունում այսօրվա Ավստրիայի կամ Գերմանիայի կամ մնացած երկրների դեսպաններին, իհարկե նրանք կանչված են Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ դուք իշկարել լինեք համայնք, դուք չունեք իրավունք համապատասխան երկրից պահանջել ձեր իրավունքները, բայց երբ որ մենք ունենանք առողջ սենատոր, ամեն երկրում մի քանի սենատորներ եւ համայնքները իրար հետ համագործակցելով, հավատացնում եմ ձեզ, ոչ մի դեսպան չի կարա ուղեղից դաշե, որ մի պահ այդ չամադանը վերցնի գա Ավստրիայի կամ Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագում ասի, գիտեք ինչ կա, Արևմտյան Հայաստանը դա Արմավիրի մարզն է, որտեղ նա գիտի, որովհետև Ավստրիայում կան տղեկ, կա օրինական սենատ, որը կանգնած է եւ պահանջատերն է, այն դեսպանը, երբ որ դա կփորձի մտցնի Բունդեսթագ կամ ինչ-որ մի տեղ մտցնելով, մենք սենատորներս ունենք այդ իրավունքը, հարց ու պատասխանի, տեսնենք լես ինչ ես դու բերե Հայաստանից սուտ բան ներկայացնում այս երկրում։ Սա է գաղտնիքը, պարոն Սարգսյան, որ մենք շատ արագ սրա վրա աշխատելու ենք եւ մենք արդեն աշխատում ենք ու իմ կոչն է կապվեք մեր հետ, բոլոր համայնքի, Սփյուռքի բոլոր համայնքի հայրենակիցներ, ես կոչ եմ անում, կապնվում ենք մեկս մյուսի հետ բոլոր, մենք ունենալու ենք բոլոր երկրում մեր ընտրված սենատորները, որը որ ոչ մի կազմակերպության հետ կամ ինչ-որ անունների հետ կապ չունի, մենք պարտայ չենք, մենք անկախ ենք լինելու եւ այդ անկախությունը այդ ընտրողներից է լինելու ու համայնքների հզորությունից եւ մենք փորձելու ենք ամենակարևորը եկեղեցու կողքին կանգնելու, հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնելու, անկախ նրանից որ երկրում դա շատ կարևոր է, եկեղեցին իմ ինքնությունն է ցույց տալի ով է, եկեղեցով կարող եմ պատմություն իմանալ, եկեղեցու խաչքարերը կարող են խոսել, եթե մարդիկ լռում են խաչքարերը կբարձրաձայնեն, իսկ մեր գործը պայքարելն է առողջ մտածելակերպով եւ մենք չենք այդում ինչ-որ մեկից հող մուրելու կամ ինչ-որ մեկին տերորի ենթարկելու, մենք մեր իրավական խոսքն ենք ասելու եւ պահանջելու ենք մեր տունը եւ մեր տեղը, որ մեկի դա հաջելի որ գանք այսօր տունդ վերցնենք, կռիվ կտած չէ, բայց այսօր մեր պապերի, մենք խափնված ենք, մենք ծախված ենք, արդյոք սա է, չէ որ դուք ասում եք քրիստոնյա եք,
քրիստոնյան հաղթածի որդի է, քրիստոնյան վախկոտի որդի չի, շատերը վախենում են, շատերն ասում են, գիտեք, արեք գնանք խաղաղության, ինչ խաղաղություն, չէ որ Աստվածաշունչը ինքը իրանով ասում է, որ խաղաղություն չի լինելու վերջի օրերում, դուք ինքնախաբեության եք գնում, չկա խաղաղություն, աշխարհը եւ նույնը հոգեվոր դաշտը նստում է միայն հզորների հետ է հաշվի նստում, վախկոտներին ոչ մեկի հաշվի տեղ չի նստում, թե հոգեվոր դաշտում, թե աշխարհիկ դաշտում, թե ամեն դաշտերում ոչ մեկ չի նստում վախկոտի հետ հաշվի։ Հենց սա է իմ կոչը, որ միաբանության կոչը եւ միանակ մեծ հետ բոլորս միասին պահանջատերերն ենք մեր երկրի։ Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու փոխի մեր երկրի մայր օրենքը։ Դա մենք թույլ չենք տալու։ Պարոն Սարգսյան, շատ շնորհակալ եմ ձեզանից, դեռ մենք խոսելու ենք, Աստված օրհնի ձեզ, համբերություն ձեզ։ Խնդրեմ։ Մի րոպե, Գևորգ ջան, մի րոպե։ Դե որ այդ թեմայով վերջացրիք, այն ժամանակ ասեք որպես հայտարարության նման, թե ոնց որ Արամ Մկրտչյանի ասածով որոշում են հանելու, որ ես լինեմ սենատի ներկայացուցիչը Հայաստանում, ես գտնում եմ, որ էսի հաշվի առնելով, որ ես վերջնական ես վերադարձել եմ ու բոլոր հարցերս փակելով Ռուսաստան, ոնց որ ասած վերադարձել եմ Երևան եմ լինելու միշտ, որ ես լինեմ ներկայացուցիչը Հայաստանում, ես դեմ չեմ, եթե որոշումը վերջնական տեղի ունենա, պատրաստվում եմ։ Ես հենց այսօր խոսեմ պարոն Մկրտչյանին, եթե ինքը ժամանակ կունենա, կքննարկենք, այո, ինչի ոչ։ Մեզ պետք են դուխով տղեկ։ Եթե այո վերջնական հաստատվի, դեմ չեմ, պատրաստ եմ տեղում փորձել հնարավորինս ակտիվ աշխատել։ Ոնց կստացվի, դա ուրիշ հարց է։ Շնորհակալություն։ Եղեք հոգով եւ հավատքով։